Հարգելի նախագահություն, հարգելի պատգամավորներ, նախ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը, իդեմս պարոն նախարարի իմ թեկնածությունը առաջադրելու եւ ինձ ներկայացնելու համար եւ ձեզ այն քննարկելու համար։ Հայաստանում վերջին տարիներին շատ է խոսվում թվայնացման մասին եւ սրան զուգահեռ զարգացած տնտեսություններում այս գաղափարը դադարել է լինել զուտ տեխնիկական հարց։ Տվյալները, դրանց հիման վրա աշխատող թվային համակարգերը եւ այս ամենի անխափան աշխատանքը ապահովող կիբերանվտանգությունը այլևս դիտարկվում են որպես ինստիտուցիոնալ ենթակառուցվածք, այդպիսով դառնալով նաեւ ժամանակակից տնտեսության եւ պետական կառավարման հիմքը։ Ավելին, միջազգային խոշոր բիզնեսի համար այս համակարգերի կայացվածությունը եւ պաշտպանվածությունը դարձել է ներդրումային քաղաքականության կարևորագույն եւ որոշիչ գործոններից մեկը։ Իմ ընկալմամբ թվայնացումը ոչ թե ինքնանպատակ է, այլ միջոց, այն գործիք է կառավարումը, այդ թվում նաեւ պետական կառավարումը, դարձնելու ավելի արդյունավետ, ավելի կանխատեսելի, ավելի հաշվետու եւ ի վերջո ավելի մարդակենտրոն։ Առհասարակ, թվային ծառայությունները հաջողում են բացառապես այն դեպքում, երբ դրանք կառուցված են մարդու իրական փորձառության տրամաբանությամբ։ Այլ խոսքերով, երբ դրանք նախագծված են այնպես, որ ոչ թե քաղաքացին է հարմարվում համակարգին, այլ համակարգն է հարմարեցված լինում քաղաքացուն, եւ ոչ թե քաղաքացին է շրջում հաստատությունից հաստատություն, այլ տվյալներն են համակարգերի միջև շարժվում այնպիսի տրամաբանությամբ, որ դրանց հիման վրա ընդունվող որոշումները լինեն արագ, հասկանալի եւ արժանահավատ։ Այս թեմայի շուրջ իմ պատկերացումները ձևավորվել են վերջին 10-ից ավել տարիների ընթացքում աշխատելով թվային համակարգերի եւ կառավարման խաչմերուկում, մասնավոր ոչ առևտրային եւ պետական ոլորտներում, եւ հենց այս ժամանակահատվածում է ձևավորվել իմ այն մասնագիտական համոզմունքը, որ կայուն զարգացումը պայմանավորված է առաջին հերթին ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմամբ եւ թվային տիրույթում սա առավել քան ակնհայտ է։ Թվային համակարգերը պետք է դիտարկել ոչ միայն որպես տեխնիկական նախագծեր, այլ որպես ծառայություններ մատուցող կառավարման գործիքներ, որոնց նպատակը քաղաքացու եւ բիզնեսի համար արժեքի ստեղծումն է։ Այս համակարգերը պետք է կառուցվեն կայուն, անվտանգ, մասշտաբելի տեխնոլոգիական հիմքի վրա եւ զարգանան ելնելով, ինչպես արդեն նշեցի, օգտատիրոջ կարիքներից եւ փորձից։ Միաժամանակ օրենսդրությունը եւ տեխնոլոգիական լուծումները պետք է զարգանան փոխկապակցված, բխելով պետական միասնական քաղաքականությունից։ Այս մոտեցման բացակայության դեպքում իմ համոզմամբ առաջանում են կրկնվող եւ ոչ արդյունավետ ներդրումներ, կիսատ ինտեգրացիաներ, անվտանգության բացեր, միջգերատեսչական փոխգործակցության խնդիրներ, որոնք սովորաբար հատկապես կրիտիկական պահերին հանգեցնում են համակարգային ձախողման։ Թվում է ամեն ինչ պարզ է, երկարաժամկետ զարգացման ծրագրերով սահմանվում են առաջնահերթությունները, ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի կողմից մշակվում է համապատասխան քաղաքականությունը եւ գերատեսչությունները մշակում են իրենց թվայնացման նախագծերը։ Ընդհանուր գործընթացը այսպիսով մեկնարկում է։ Սակայն իրականությունը եւ դրա մասին շատ հանգամանալից խոսեց նաեւ պարոն Երիցյանը, շատ ավելի բարդ է։ Ցանկացած ոլորտում, առավել եւս երբ խոսքը գնում է պետական կառավարման եւ կրիտիկական ենթակառուցվածքների մասին, մենք գործ ունենք բազմաշերտ համակարգերի հետ։ Բոլորովին վերջերս ընդունված օրենսդրություն, տարբեր ժամանակահատվածներում ձևավորված ենթակառուցվածքներ, տարբեր կարողություններով, այդ թվում եւ ֆինանսական եւ մարդկային ռեսուրսների տեսանկյունից գերատեսչություններ, տարբեր ճարտարապետություններով կառուցված տեղեկատվական համակարգեր եւ նման պայմաններում թվային փոխակերպման որոշումների արագությունը հաճախ բախվում է կայունության եւ որ ամենակարևորն է անվտանգության պահանջներին։ Հենց այստեղ են ծագում հանրային դժգոհությունները թվայնացման տեմպերից եւ դրանք իհարկե հասկանալի են, բայց ինչպես արդեն փորձեցի ցույց տալ, խնդիրը ոչ միայն եւ ոչ այնքան արագության, որքան համակարգային ամբողջականության անհրաժեշտության մեջ է։ Այս ուղղությամբ վերջին տարիներին ահռելի աշխատանք է կատարվել թե օրենսդրական, թե տեխնիկածրագրային մակարդակում, սահմանվել են պահանջներ,
Ստեղծվել են նաև տեխնիկական հիմքեր, ձևավորվել են անհրաժեշտ տեխնիկական գործիքակազմերը եւ իմ գնահատմամբ այժմ ժամանակն է հաջորդ փուլին անցնելու գործնական կիրարկման խորացմանը կամ ավելի պարզ վերոհիշյալ գործընթացին արագություն հաղորդելուն, միաժամանակ process-ը պահելով կառավարելի եւ վերահսկելի։ Հենց այստեղ է, որ տեսնում եմ հանձնաժողովի հիմնական առաքելությունը։ Այս համատեքստում հանձնաժողովը չեն պատկերացնում որպես վերահսկող պատժիչ մարմին, այն պետք է լինի համակարգային կայունության հենարան մարմին, որը մի կողմից ապահովում է կանոնների պահպանումը, մյուս կողմից հասկանում է համակարգի ներսի բարդությունները եւ նպաստում դրանց լուծմանը։ Կարևոր է հստակ տարբերակել, որ հանձնաժողովը կառավարման մարմին չէ, այն կարգավորող մարմին է։ Սա նշանակում է, որ հանձնաժողովը չի ղեկավարելու պետական տեղեկատվական համակարգեր, այն սահմանելու է խաղի կանոնները եւ հետևելու է դրանց պահպանմանը։ Ընդհանուր առմամբ հանձնաժողովի առաքելությունը իմ պատկերացմամբ կարելի է ամփոփել 5 իրար հետ փոխկապակցված սկզբունքներով։ Առաջինը դա կայուն զարգացումն է։ Պետական եւ համայնքային տեղեկատվական համակարգերը պետք է զարգանան ոչ թե հատվածաբար, այլ միասնական մոտեցմամբ, կայուն զարգացման տրամաբանությամբ եւ այս մոտեցումը թույլ է տալու ապահովել համակարգերի անվտանգ փոխգործելիությունը, նվազեցնել կրկնվող ներդրումները եւ ստեղծել ինտեգրված թվային ծառայություններ, որոնք հեշտացնում են քաղաքացիների եւ բիզնեսի հարաբերությունները պետության հետ։ Երկրորդը անվտանգությունն է։ Կիբերանվտանգությունը եւ տվյալների պաշտպանությունը հավելյալ շերտեր չեն։ Սրանք թվային պետության հիմքն են։ Հանձնաժողովի կարևոր դերից մեկը լինելու է նվազագույն, բայց պարտադիր անվտանգության չափանիշների սահմանումը եւ հետեւողական կիրառումը ռիսկահեն մոտեցմամբ, տարբերակելով կրիտիկական եւ ոչ կրիտիկական համակարգերը։ Երրորդը կանխատեսելիությունն է։ Կարգավորումը պետք է լինի հստակ, համաչափ եւ փուլային։ Այն չպետք է ունենա պատժիչ, այլ ուղղիչ տրամաբանություն, պահանջները պետք է լինեն կիրառելի, հաշվի առնելով գերատեսչությունների իրական կարողությունները եւ միաժամանակ նպաստելով դրանց ինստիտուցիոնալ եւ տեխնիկական զարգացմանը։ Չորրորդը փոխգործակցությունն է։ Թվային միջավայրում որևէ համակարգ չի կարող արդյունավետ գործել մեկուսացված։ Տարբեր տեղեկատվական համակարգեր պետք է կարողանան աշխատել միասին, այլ ոչ թե գոյություն ունենալ զուգահեռ։ Այս գործընթացում նաև շատ կարևոր է հստակեցնել դերաբաշխումը, մասնավորապես թվայնացման ռազմավարությունը եւ քաղաքականությունը ձևավորվում է լիազոր մարմնի կողմից, հանձնաժողովը այդ քաղաքականության հիման վրա սահմանում է կարգավորման սկզբունքները եւ վերահսկում դրանց կիրարկումը, իսկ գերատեսչությունները իրականացնում են իրենց համակարգերի զարգացումը այդ ընդհանուր ճարտարապետական շրջանակներում։ Միայն այսպիսի համագործակցության դեպքում հնարավոր կլինի կառուցել իրական փոխգործունակ համակարգ։ Հինգերորդը եւ վերջինը, բայց կարևորությամբ միանշանակ ոչ վերջինը, սա շահագիծների կառավարումը եւ հաշվետվողականությունն է։ Հանձնաժողովի գործունեությունը պետք է լինի թափանցիկ եւ ապահովի մշտական հաղորդակցություն շահագիծների հետ, դրա մասին նաեւ համապատասխան օրենսդրական ակտերում է նշված եւ թվային փոխակերպման գործընթացը լինելով բազմաստիճան եւ ներառելով բազմաթիվ պետական մարմիններ, մասնավոր հատված եւ հանրություն պետք է կարողանա հավուր պատշաճի իրականացնել նաև շահագիծների կառավարման process-ը։ Այս պատճառներով կարևոր է ապահովել նաև հետադարձ կապ եւ բաց հաղորդակցություն, որպեսզի բոլոր շահագիծները հասկանան գործընթացը որ փուլում է, ինչ խնդիրներ է լուծվում եւ ինչ քայլերով ենք շարժվում առաջ։ Այսպիսով իմ համոզմամբ հանձնաժողովի դերը ոչ թե խոչընդոտելն է, այլ համակարգերի ամրապնդումը, ոչ թե արագության դեմ կանգնելը, այլ այդ արագությունը դարձնել կայուն եւ անվտանգ, եւ ամփոփելով խոսքս եւս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ թվայնացումը տեխնոլոգիայի մասին չէ կամ առնվազն միայն տեխնոլոգիայի մասին չէ։ Թվայնացումը մարդակենտրոնության մասին է, մարդակենտրոնության գաղափարի, սա մասնագիտական աքսիոմա է, իսկ դրա հիմքում ընկած է վստահությունը։ Մեր դեպքում վստահություն պետության նկատմամբ,
պետական տեղեկատվական համակարգերի եւ քրիտիկական ենթակառուցվածքների նկատմամբ, ներդրողի, բիզնեսի եւ որ ամենակարևորն է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից։ Եվ եթե ինձ վստահվի այս պատասխանատվությունը, իմ փորձն ու կարողությունները կուղղեմ հենց այդ վստահության ամրապնդմանը։ Շնորհակալություն ձեր ժամանակի եւ ուշադրության համար։